Անկեղծությունից խոսելուց խորհուրդ կտամ այցելել Օհանովի 30-32 շենքերի բակ իմ հայրական շենքի դիմաց, որտեղ որ քաղաքապետարանը փող է դուրս գրել, ուղղակի քաղաքապետարանի բախտը չի բերել, այդտեղ 12 տարի 24 ժամյա ռեժիմով տեսանկարանում ունեմ ես, եւ ոչ մի շուռուփ չի դրվել այնտեղ, փող է դուրս գրվել, լավ եք անում, մի հատ արձագանք եմ պարոն Զարուկյանին, պարոն Զարուկյան, 20,000-ով բիզնես կլասի տոմս չի, first կլասի տոմս է օրինակի համար, ունդ պեդիկյուր չեն անում, այլ սև խավիար են տալիս, ես մենակ այտենց եմ գտել, ուրիշ ձև չեմ գտել, հիմա իմ հարցը հետևյալն է, եղել է կանխատեսելի մուտքեր բյուջե, օրինակ նույն այն, որ եկամտահարկը դուրս էր գալիս ու ես նաև բյուջեն հաստատելու ժամանակ ասում էի դա տոքսիկ մուտքեր են, թունավոր մուտքեր են, այդքան հիմք չընդունենք, այս տարի շատ կլինի, այն մյուս տարի միանգամից անկում կլինի, որովհետև դուրս կգա։ Ռեալ տեսնում ենք, որ մուտքերը շատ կլինի, դուք քիչ եք պլանավորել, կամ հակառակ օրինակները, որտեղ որ թերակատարվել է մեծ տոկոսներով։ Դրա դիմաց ինչ որ մեկը պատժվում է, չի պատժվում, ձեր դիրքորոշումը ո՞նց է ուզում եմ հասկանալ։ Այդ առաջի հարցը։ Պատժվում է գերակատարելու համար, պարոն Բեսուպյան, պարոն Մանուկյան, ոչ չի պատժվում, հակառակը խրախուսվում է գերակատարելու համար։ Արձագանք։ Երկու հարցեր, գերակատարողին այդ ծավալների եւ թերակատարողին, այսինքն գերակատարողին խրախուսում եք, թերակատարողին էլ եք խրախուսում, դա այդ հատվածն էլ։ Ու խնդրեմ, որպեսզի հարցը տալիս եմ, հարցին ռեալ պատասխան։ Դուք մտածված ձևով թողնում եք, որ արձագանքի ժամանակ ես սպառեմ այդ իմ երկրորդ հարց տալու իրավունքը ու նորից առաջինին անդրադառնամ։ Հիմա ասեք, իսկ թերակատարողին ինչ եք անում, ինչպես նաև այդ Օհանովի կոնկրետ հստակ հասցեով։ Մնացածի հետևից որ գնամ, վստահ եմ, որ էլի sense պատկերներ կգտնեմ։ Գոնե գնացեք այնտեղ արեք, որ գյուղից մարդ չլինի։ Իմ հայրական տունն է, շաբաթ առնվազն 2-3 անգամ գնում եմ, ոչ մի բան արած չի։ Եթե չեք ուզում եք կտանեմ վիդեոները հատիկ ձեզ ցույց կտամ։ Ում եք գժի տեղ դնում։ Էսան էլ արձագանքեք։ Պարոն Մանուկյան, անկեղծ ասած չգիտեմ ինչի մասին եք խոսում, չգիտեմ գումար դուրս գրվել է, չի գրվել, անկեղծ ասած թույլ տվեք տենց շատ մեծ կասկածամտությամբ մոտենամ ձեր յուրաքանչյուր հայտարարությանը, բայց այնուամենայնիվ ձեր հայտարարության ետևից անպայմանորեն կգնանք եւ կհասկանանք ինչի մասին է խոսքը, իսկ ինչ վերաբերում է այսպես ասած թերակատարումներին, եկամուտների մասով, ես այսպես կարձագանքեմ, պարոն Մանուկյան, մեզ մոտ ընդհանուր տրամաբանությունը թիմային է եւ երբ որ կոնկրետ հավաքվում ենք եկամուտների հավաքագրման վերաբերյալ բոլոր դերակատարներով եւ օրինակի համար որոշում ենք քաղաքականապես, որ այս հոդվածներով ոչինչ պետք չի օրինակ հավելյալ գումար հավաքագրել, որովհետեւ օրինակ դա նշանակում է, որ պրոբլեմատիկ ինքնակամեր պետք է օրինականացվեն կամ մեկ այլ դեպք կամ որը որ քաղաքականապես նաեւ խնդիր է առաջացնում կամ հենց մարդկանց կյանքում է խնդիր առաջացնում, այդտեղ որոշում է կայացվում, որ այստեղ ունենք գերակատարում, այստեղ կարող ենք ունենալ թերակատարում եւ ամեն ինչը իրականացում է թիմային տրամաբանությամբ, մեկ ընդհանուր օրգանիզմի տրամաբանությամբ։